Դեռ նախորդ տարվանից խոզաբույսներն ու ֆերմերները ահազանգում են, որ իրենց խոզերը սատկում են անհայտ հիվանդությունից։ Արմնուրեեմը բազմիցս է անդրադարձել թեմային եւ ների հետ։ Ֆերմերներից Նորայր Սուքիասյանը շուրջ 1000 գլուխ խոզ է կորցրել եւ ձեռք է բերել ընդամենը 150 գլուխ խոզ։ Իսկ Կարեն Սահակյանը նշեց, որ 23 միլիոն դրամի խոզ է կորցրել, սակայն որևէ փոխհատուցում չի ստացել։ Ֆերմերները Արմնուրեեմին են ներկայացրել կադրեր, թե ինչ է արվում կենդանի խոզերի հետ։ Մեր խնդիրը մեր երկրի խոզաբուծության ծայրահեղ վիճակի խնդիրն է, մեծ քանակությամբ խոզ ներմուծելու անկումը Հայաստանի Հանրապետության շատ մեծ քանակով անկումա տեղի ունեցել ու Հայաստանի խոզաբուծությունը ոչ ոնց ասեմ կոնկուրենտասպասոբնի բառով, տենց ասեմ, դառնում է հրավերքներից դուրս։ Գյուղացիները ամբողջությամբ հիասթափվում են, խոզաբույթները սկսել են մեծ քանակությամբ խոզամայրեր վերացնել, խոզաբուծությունը վերացնել մի քանի պատճառներով։ Նախ եւ առաջ ներքին շուկայի լճացումը, քանի որ ներմուծված խոզերը ահա որ մեծ խոչընդոտ են Հայաստանում հանդիսանում մեր տեղական խոզաբուծությանը, տեղի գինը կերի հետ կախված եւ շուկայում տեղ գրավելու հետ կախված խնդիրներ ունեն տեղական խոզաբույթները, ներմուծված խոզերը մորթվում են իրաց սպանդանոցներում, իրաց սեփական սպանդանոցներում եւ անմիջապես մեծամասամբ մեծ ցանցերի հետ եկամտահարկով հաշիվ ապրանքագրով ներկայացնում են խանութներին, տեղական արտադրողը մնում է շուկայից դուրս։ Երկրորդ խնդիրը, որ մեր Հայաստանի գյուղատնտեսությունը, խոզաբուծությունը ես կոնկրետ նկատի ունեմ, ամբողջությամբ սկսում են հիասթափվել, չպահել։ Ինչու նախ եւ առաջ ասեցի, կերի թանկացումի հետ կախված։ Ինչքան է կերը թանկացել։ Կերը թանկացել է մոտորապես 20%-ով։ Մի ամս ինչքան է գնել ու հիմա ինչքան։ 20% թանկացել է մի ամսվա մեջ կերը։ Դա էլ իր պատճառներ ունի, ես հետո մի քիչ հետո կպարզաբանեմ պատճառը։ Ինչքանով եք գնել ի սկզբանե կերը։ Ի սկզբանե 5000 դրամ դառել է 6000 դրամ, 1000 դրամ է շոկի մեջ թանկացել է։ Ամենից մեծ պատուհասը մեր երկրում դա եղել է ներմուծման պատճառով, որի պատճառով ահագին մեծ կորուստներ են ունեցել ու պարզաբանումներ չկա։ Առայժմ Ռուսաստանից ներմուծման մասին միայն Ռուսաստանից ներմուծված խոզերի մասին է, անգամ ես կարամ ասեմ ես մի բան 74000 գլուխ ըստ վերջին տվյալների, որ էկոնոմիկայի նախարարությունն է հայտարարի 74 գլուխ մորթելու խոզ է մտել Հայաստանում, մոտ 1000 գլուխ, ինչպես ասում են, որ 1000 գլուխ է մայրական կազմ մտել են նախնական ժամանակաշրջանում առանց ականջակալների ու հետո մեր պայքարի հետևանքով ականջակալներ, там մնացածը արդեն արվել է, բան չունենք ասելու, բայց ինձ թվում է այդ մայրական կազմը, որը մտել է ու չի մաքսազերծվել, նրանք էլ են մորթվել։ Անցյալ տարի այս ժամանակահատվածում խոզերի ժանտախտ էր տարածված, այդ հիվանդությունը վերացել է, թե շարունակվում է։ Ասենք ժանդախտ, թե ոչ ժանդախտ, դա չպարզաբանված հիվանդություն է, քանի որ ինչ որ միտեղ հանդիսանում է մեր երկրի անվտանգության հարցն է, ես չեմ կարող բարձրաձայնել այդ հարցը, բայց կարան տան նյութեր ձեզ, դուք արդեն պատկերացում կազմեք ինչ է կատարում։ Մոտորապես 85000 գլուխ խոզ է անկե Հայաստանում անցած տարվա տվյալներով։ Քանի գլուխ խոզ եք Ես ունեցել եմ 1000 գլուխ, 1000 գլխից ոչ մի հատ չի մնացել, մոտ էլ անկե։ Հիմա չունեք ոչ մի գլուխ։ Իմի նորից բերել եմ, քիչ է, 100 հատ էդի քանակ չի, իմ ֆերմայի համար էդի քանակ չի։ Որտեղից եք բերել։ Տեղում, որ ժամանակին վաճառել եմ, իմ նույն խոզի սորտը բերել եմ, պահում եմ, բազմացնում եմ։ Ինչ որ պետական մարմինների դիմել եք։ Ես առավոտից իրիկում պետական մարմիններն եմ դիմում։ Առայժմ բացի խոստումներից ոչ մի բան չեմ ստացել։ Իսկ ինչ եք պահանջում, ինչ ակնկալիքներ եք պահանջում, որպեսզի ով որ գյուղացու կողքին թեկուզ կայանում է, չգիտեմ որ թերթն է, ինչ է, որ Գառնիկ Դանելյանին քննադատում են, բարեկամական, չեմ ազգակցական ինչ որ մի բաներ են, մենք մեզ մար էլի խելոք նստել էինք։ Մեր գյուղացիներով, գյուղատնտեսվարները, միակ տեղին, որ իրականում հելելա պաշտպանելա գյուղացու շահերը, սկսել են ներմուծողները քարկոծել, ինչ ավելորդություններ ասում ես, գրում են այդ տղու մասին, բայց այդ տղեն իրականում
մենակ գյուղացու շահերն է պաշտպանում ու արձագանքում է։ Ու մեզ համար տհաճ է, երբ որ մեր թիմակից չեմ կարող ասեմ, ընկեր չեմ կարող ասեմ, բայց մեր գյուղացու հոգսը վեկալած գոնե ազգային ժողովում ինքը կարողանում է բարձրաձայնել, դա միակ տաղեն է ու իրականում ինքը գյուղացու կողքին է։ Ես խնդրում եմ, որպեսզի տվյալ նյութը տարածողը ես նյութը Խնդրի մասով ինչ եք պահանջում։ Կոնկրետ խնդրի մասով, խոզերի մասով։ Խոզերի մասով կոնկրետ ինչ ենք պահանջում, մեզ ներմուծում են, որ քվոտավորել են անպայման ստուգվի, որպեսզի ավելորդ խոզ չմտնի Հայաստանի Հանրապետություն, լինի պատկան մարմին, որ այդ վերահսկողությունը պաշտպանվի, քվոտավորել են, որ ամսական 4000 գլուխ պետք է խոզ մտնի Հայաստան, 4100 չմտնի։ Հունվարի խոզը որ չեն բերե, հունիսին չբերեն, ելի լճացում չառաջացնեն։ Ու կամաց դա արդեն պետական ծրագրով արդեն կամաց քչացնեն, որտեղ մենք ինքնաբավ ենք, լիարժեք ինքնաբավ ենք մեր երկիրը ապահովելու համար։ Այս պահի դրությամբ դեռ նախորդ տարվանից սկսած մեր մոտ խնդիրը եղավ այս հիմնականում ներմուծման հետ կապված եղավ խնդիրը, որ սկսեցին ավելի շատ ներմուծումներ կատարել Հայաստան խոզեր, այդ ժամանակ Ռուսաստանից երբ որ սկսեցին ներմուծումներ, այստեղ մի շարք հիվանդություններ առաջացան, որովհետև ընդեղի կլիման, ընդեղի կլիմայական պայմաններից ելնելով նրանց խոզերը մի քիչ ավելի ուրիշ կենցաղ են սովոր։ Եկան այստեղ իրանց հետ ինչ-որ X ձևի հիվանդություններ բերեցին, ու այդ հիվանդությունների հետ կապված արդեն առաջին ներմուծողները ովքեր եղան, առաջին ներմուծման մարզերը, այսպես ասած, որ մարզերը, որ ամենասկզբից են մուծվել, այդ ժամանակվանից արդեն մեր մոտ խնդիր առաջացավ, խոզերի մեծ անկումներ նկատեց, ու ասենք ոչ թե ֆերմերի մոտ նկատում էր օրինակ 100 հատից 10 հատներ անկում, չէ, եթե հիվանդությունը սկսում էր, այլ 100-ից 100-ն էլ անկում են։ Դուք քանի գլուխ եք ունեցել եւ քանիսն եք կորցրել։ Ես մի անգամ եմ կորցրել 2018 թվականին է եղել էդի, այդ ժամանակ էլ արդեն կերի միջոցով ոնց հասկացան գալիս էր, որովհետև ինչ միջոցառում ձեռք են կարել, բացի կերը փոխելուց, խնդիրը առկա եղել։ 18 թվականին կորցրել եմ մոտավորապես 150 գլուխ ու ավել կլիներ, դրամային արժեքով մոտավոր 23 միլիոն դրամ, դա ՍԱՏՄ-ի մոտ արձանագրությունը եղել է։ Ինչ են ձեզ ասել, ինչ են Ոչ մի պատճառել։ փոխհատուցում չի եղել, պատճառաբանությունն էլ եղել է հետևյալը, ես տարել եմ իմ խոզերը, որպեսզի լաբորատորիան ստուգի տեսնի ինչ խնդիր է եղել իրականում, երբ որ իմացան մանրամասներ, ես ոնց եմ պահում, որտեղ եմ պահում եւ այլը, ինձ ընդհանրապես մի պատասխան են տվել, որ մենք նյութեր չունենք, որ ձեր խոզը ստուգենք։ Դա գլխավոր լաբորատորիայի պատասխանն է եղել։ Ու ինչ արեցիք հետո։ Խոզերը ես լաբորատորիան այդ ՍԱՏՄ-ի այդ մարդիկ եկան ՍԱՏՄ-ից, հա, ու իրանց հետ տարել ենք, թաղել ենք, ոնց որ պետքն է եղել, այնտեղ աբրաբոտկային կարել, կներեք ռուսերենից համար աբրաբոտկային կարել այդ տարածքը, թաղել ենք խոզերը 3 մետր խորության վրա, ինչ որ ոնց ասվել է, այդպես արվել է, էլի լրիվ, բայց իհարկե միշտ չի որ ամեն մեկը գիտի ինչ պիտի անի, ոնց պիտի անի, որպեսզի խոզը այդ չտարածվի։ Ու հիմա նորից էլի այդ խնդիրի առաջ է կանգնել մեր գյուղատնտեսությունը։ Ու այդ խնդրի առաջ կանգնելով արդեն մենք հիմա այսօր ֆերմերությունը կարելի ասել գյուղատնտեսությունը, ոչ թե ֆերմերությունը, գյուղատնտեսությունը այսօր լուրջ հարցերի առաջ է կանգնած։ Ինչ որ պետական մարմինների դիմել եք, բացի ՍԱՏՄ-ից։ Այո, դիմել ենք, այսօրվա դրությամբ մենք դիմել ենք Դանելյան Գառնիկին ենք դիմել, ինքնա, ոնց ասած, մեր ֆերմերների տեղը ինքնա ձայն կարող բարձրացնի ազգային ժողովում։ Դիմել ենք ու մարդեն մաքսիմում ձևով այսօր կանգնած է մեր կողքը, մեզ ամեն ձևով աջակցում է, ուզում է աջակցի ինքը, որ մեր ձայնը լսելի լինի, որովհետև տարիներ շարունակ մենք երբ որ արձագանքել ենք, ասել ենք, սենց խնդիր ունենք, այնց խնդիր ունենք, գինը անկում է, կերի հետ կապված խնդիր ենք ունեցել, մեզ ոչ մեկ կարելի ասել չի լսել։ Այսօր միակ մարդը, որ մեզ լսում է, այսօր միակ մարդը, որ մեր խնդիրները բարձրաձայնում է, դա Դանելյան Գառնիկն է։ Իսկ ինչ որ բողոքի ակցիաներ նման ինչ որ միջոցառումներ պատրաստում եք իրականացնել, քանի որ անցյալ տարի այս ժամանակահատվածում կրկին ֆերմերները, խոզաբույծները ոտքի էին կանգնել եւ տարաբնույթ բողոքի ակցիաներ էին անցկացնում։ Բողոքի ակցիաները այդպիսիք դեռևս կարելի ասել նախապատրաստական փուլում են, դրանք որ մտածում ենք ինչ կարելի անել, մենք ուզում ենք կարելի ասել խաղաղ ձևով այս ամեն ինչը լուծվի։ Կլուծվի, բայց ըստ ձեզ։ Եթե այս տենդենսով նայում ենք, դա դժվար լուծվի, որովհետև մենք բարձրաձայնում ենք խնդիրների մասին, մենք բարձրաձայնում ենք մեր խնդիրների մասին, այսօր մեզ կանգնացրել են
կարելի ասել ոչնչացման կողքն են կանգնացրել, որ ֆերմերությունը ոչնչանում է։ Այսինքն Հայաստանում գյուղատնտեսություն բառը պետք է վերանա։ Ուղղակի ներմուծման հույսին մնանք ու տեսնենք թե մինչև ուր կհասնի այս ամեն ինչը։ Դուք հիմա քանի գլուխ խոզ ունեք եւ արդյոք կա ինչ-որ արկա հիվանդություն։ Այս պահի դրությամբ 150 գլուխ խոզ ունեմ, մաքսիմում զգուշավորությամբ եմ վերաբերվում, բայց եթե այս տենդենսը շարունակվի, այդ 150 գլուխը ես մտածում եմ վերացնեմ ու մտեմ միտեղ շինարարություն անեմ կամ տաքսի քշեմ։ Ուրիշ տարբերակ մեր պետությունը մեզ ոնց որ չի թողում։ Մեզ ցանկացած տեղից խեղդում են, կարելի ասել։ Մեզանից սպանդանոց են պահանջում։ Մենք սպանդանոցի հնարը գտնում ենք, տանում ենք հեռավոր հարյուրավոր կիլոմետրեր հեռու տանում ենք, որ սպանդանոցով մեր մորտը կատարվի։ Ամեն ինչ անում ենք, բայց պետությունը ինքը որպես պետություն մեր կողքը կանգնած չէ այսօր։ Մեր առաջ խնդիրներ ատնում, մենք մաքսիմում աշխատում ենք այդ խնդիրները լուծենք, բայց ինքը որպես պետություն մեզ չի աջակցում ինչ որ մի ձև։ Ինչ եք կարծում, ինչու չի աջակցում պետությունը ձեզ։ Պետությունը մեզ ինչի չի աջակցում։ Պետությունը մեզ ինչի չի աջակցում, որովհետև որոշակի մարդկանց շահեր է հետապնդում ինձ թվում է, ուղղակի այդքան բան։ Ուզում են խոզաբուծությունը վերանա այս երկրից։ Ուզում են տավարաբուծությունը վերանա, ոչխարաբուծությունը վերանա, որովհետև արդեն լրիվ պետության 90%-ը հիմնված է ոնց որ ներմուծման գլխաքանակի վրա։ Այսինքն եթե վաղը մենք օրինակի համար ներմուծումը կատարում ենք Ռուսաստանից, մենք Ռուսաստանի կուրսը բարձրանա օրինակ 2 դրամով, այսօր 4.2 է օրինակի համար, դարձավ 6.2, այդ ժամանակ մսիգինը դառնալու է 5000, այդ ժամանակ մսիգինը դառնալու է 7000 դրամ, որը արդեն բարձր է ժողովրդին ինչի առաջա կանգնացնելու։ Բայց հիմա էլ նշում եմ, որ թանկ է միսը։ Հիմա միսը թանկ չի, հիմա միսը թանկ վաճառվում է, բայց միսը թանկ չի։ Մեզանից մսավաճառները վերցնում են օրինակ այսօրվա դրությամբ ասեմ 2000 դրամ, 2100 դրամ մաքսիմում գնով, իրանք նույն ձևի վաճառում են 3700, 3500 դրամ։ Գերշահույթ է, իսկ ֆերմերը ասենք 2000 դրամով վաճառել դեպքում 40 կիլոգրամանոց խոզի օրինակով ցես բերեմ, երբ որ 40 կիլոգրամանոց խոզը վաճառում է, իրան մնում է ոչ մի բան, բացարձակ ոչ մի բան։ Որովհետև 40 կիլոգրամ մսի արժեքը դա նույն արժեքն է, երբ որ դու գոջի ես գնում, երբ որ դու գոջին մեծացնում ես, դեղորայք ես ծախսում, կերեր ես ծախսում ու դրանով գալիս ես դու 0, կարելի ասել 0 չես կանգնում։ Եթե լույսի ու ֆերմայի արենդի հայարկը անում ես, կարելի ասել դու 0 ես կանգնում, մի հատ էլ մինուս ես գնում ավելի շատ։